Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ եւ հետևորդուհիներ, քանի որ հետևորդուհի եմ ասում, դե հիմա տղամարդիկ կան կարող է իրանք էլ ուզենան գանգրանալ, դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա։ Ես ինքս գանգրահեր եմ, իմ մազերը գանգուր է, այսինքն շատ այն պուճուր գանգուր չէ, ասենց ալիքային է։ Ես ունեի մի ապարատ, որը որ ես ձեզ արդեն ցույց էի տվել, դա Բաբիլիսի այս գանգրացնող ապարատն էր, որը որ հոգին տվեց 6-7 տարի հետո եւ ինքը շատ ծանր էր, այնքան ծանր, որ դաժե ուսերս ցավում էր։ Մի գեղեցիկ օր ձեր Անահիտը նստած իր դիվանի վրա նայում էր ինտերնետ եւ մտածեց ինչու՞ չէ մի հատ հարցնեմ իմ բանին այդ անուն ինչա արհեստական այդ խելքին ChatGPT-ին տեսնեմ ինչ ապարատ կա ամենաբարձր մակարդակի Բաբիլիս ֆիրմանա, որը որ ավելի թեթև է եւ ոչ թե կանգնացնում է, այլ ուղակի քո մազերի տեսքը տալիս եւ ուղիղ մազի վրա ինքը դարձնում է ալիքներ եւ ինքը ChatGPT-ն ինձ բերեց սրա վրա եւ ես այն գնեցի շատ թեթև, սա բիգուդի է, որը որ ձեզ հիմա ես ցույց կտամ։ Վերցնում եք մազը, դնում եք այս կողմի վրա կա փոքրիկ անց, իսկ այս երկարը որպեսզի քաշեք մազը վրա։ Այսպես դնում եք վրա, սխմում ես կնոպկայի եւ տեսեք ինչ է կատարվում։ Ինքը վերցնում է մազը որպես բիգուդի եւ պտտացնում եւ ինքը արհեստականորեն ինքը գիտի թե քանի վայրկյան հետո է բաց թողնում։ Հիմա նայեք, բաց թողեցի, ահա, եւ մազը դարձեց գանգուր։ Սիրելիներս, նրանք ովքեր չեն գրանցվել Անահիտ վլոգ, կարող եք գրանցվել եւ տեսնել Անահիտի ապարատուրաները, Անահիտի հայտնաբերությունները, քանի որ ես բավականին հետաքրքրասեր եմ այդ տեսակետից եւ ես քանի որ աշխատում եմ մեծ մոդայի տան համար, ես բավականին շփում ունեմ մարդկանց հետ եւ կարողանում եմ տեսնել եւ ընկալել։ Իսկ նրանք ովքեր Անահիտին չեն ճանաչում եւ նրանք ովքեր տարասխալներ, բառասխալներ են գտնում ամեն մի բառի վրա, անհոգ եղեք, Անահիտը ամեն ինչ գիտի, Անահիտը ամեն ինչ թարգմանում է ինչպես ֆրանսերենից հայերեն, հայերենից ֆրանսերեն եւ Անահիտը ավարտած կին է եւ Անահիտը ապրել է Երևանում, Հայաստանում 30 տարի եւ հետո նոր մեկնել Ֆրանսիա։ Խնդրում եմ զգուշ եղեք, որովհետեւ ես սովորական բլոգեր չեմ, ես սպորտսմենուի եմ եղել եւ նրանք ովքեր կաշխատեն ապուշ եւ անհիմն բառեր գրել, Անահիտը նրանց կուղարկի գրողի ծոցը եւ դուք կտեսնեք, որ բլոգերությունը դա գլուխ կախել չէ, բլոգերությունը ասողին պատասխանում են եւ ուղարկում այնտեղ, որտեղ իրենց տեղն է։ Դե ինչ սիրելիներս, գնեք Բաբիլիս եւ դուք գոհ կլինեք։